Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, հարկասով որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք Աստծո ոտքի մոտ եւ սորել իրենից իր դասերը։ Թող Աստված իր Սուրբ Հոգին մեզ տա եւ ընդունող սիրտ տա, որպեսզի լսածը կատարենք մեր կյանքում իր շնորհքի օգնությամբ։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Եվ փառք Աստծո, որ Աստված մի տարի մեզ պահեց եւ այս նոր տարին էլ դիմավորեցինք, թող այս նոր տարում ամենակարևորը մեր հոգեվոր աճենք, հոգեվոր կապ ու ամրապնդի Աստծո հետ, մնացածը ինքս ինքյան կգա, ինչպես Հիսուսը ասեց, որ առաջինը փնտրեք երկրի արքայությունը եւ մնացածը ձեզ կտրվի։ Թող Աստված օգնի, որ մենք այս տարում ավելի շատ փնտրենք, ավելի շատ բախցանք երկնքի արքայությանը, քան թե անցած տարի։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն այս նոր տարում առաջին երամսյակում մենք ուսումնասիրենք մի թեմա, որը կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը, Քրիստոսը Ֆիլիպպիսիներին եւ Կողոսացիներին թղթերում։ Այս գիրքը գրված է Քլինթոն Վալենի կողմից, նա փիլիսոփայության դոկտոր է, գլխավոր վեհաժողովի Աստվածաշնչի ուսումնասիրության ինստիտուտի փոխտնօրենն է, նրա մասնագիտական ոլորտներն են նոր կտակարանը, հերմենևտիկան եւ ադվենտիստական պատմությունը, նա ապրել եւ աշխատել է Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Ռուսաստանում, Միացյալ Թագավորությունում եւ Ֆիլիպիններում։ Նա եւ իր կինը Ջինան ունեն 2 չափած երեխա, 1 հարս եւ 2 թոռ։ Ուրեմն երբեմն մեզ շատ դժվար, մենք ծարանում ենք շատ դժվար աշխատանքի առջև։ Ինչն է այդ աշխատանքը դարձնում դժվար։ Ակնկալիքները, թե սահմանափակ ժամանակը կամ գրեթե երկուսը միասին։ Միգուցե մեր վերաբերմունքն է այդ աշխատանքի հանդեպ սարքում այն դժվար։ Եթե մենք սիրով անենք, կարծում եմ դժվար չի լինի։ Թե այն մարդիկ, որոնց հետ աշխատում ենք, գուցե պարզապես թվում է, թե անհնար է երբևէ հաջողության հասնել։ Ուրեմն փրկության ծրագրի նպատակը ինչն է՝ միավորել երկինքն ու երկիրը։ Իհարկե մեզ դա անհնար է թվում։ Այո, մարդկային տեսանկյունից դա անհնար է։ Սակայն հենց երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն առաքյալներին թվում է, թե անհնարին մի առաջադրանք է տալիս։ Մատթեոս 28:19 Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Մինչ այդ աշակերտները մտածում են, որ փրկությունը միայն հրեաների համար է եւ ով հրեական կրոն ընդունի, բայց հիմա Հիսուս այլ բան է ասում։ Ասում է գնացեք եւ ինձ համար աշակերտ սարքեք աշխարհի բոլոր ազգերին, այսինքն փրկությունը բոլոր ազգերի համար է։ Եվ մարդիկ փրկում են ոչ թե միավորվելով հրեական կրոնին, այլ միավորվելով Հիսուսի հետ, Հիսուսին ընդունելով որպես իր փրկիչ։ Հիսուսը Պողոսին ուղարկեց հեթանոսների մոտ կատարելու այս թվում է անհնար առաջադրանքը։ Գործք Առաքելոց 26:18 որպեսզի նրանց աչքերը բացեց, խավարից դեպի լույսը եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն ստանան։ Ոմանք կարող են հուսահատվել նման հանձնարարություն ստանալիս, սակայն չպետք է անտեսել այն խոստումները, որ Հիսուսը տվեց այս երկու առիթներով։ Խոստման վերջումն ավելացրեց. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» Մատթեոս 28:20։ Եվ դա արդեն փոխում է ամեն ինչ։ Մենք պետք է մեր հույսը դնենք ոչ թե մեր վրա, այլ
Հիսուսի վրա, եթե ինքն է առաջադրանքը տալի, ինքն էլ կօգնի, որ այդ առաջադրանքը իրագործենք։ Իսկ Պողոսին Հիսուսն ասաց Գործ Կարաքելոց 26:16, բայց վեր կաց եւ կանիր ոտքերիդ վրա, որտեղ քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա եւ վկա այն բաների, ինչ դու տեսար, եւ այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ։ Մի խոսքով Հիսուսը մարդկային տեսակետից անհնարին թվացող առաջադրանքներ է տալիս, որպեսզի դրանք կատարելու համար մենք ապավինենք իրեն, այլ ոչ թե մեզ։ Նա երբեք որևէ առաջադրանք չի տալիս առանց դրա համար անհրաժեշտ զորությամբ ապահովելու։ Էլեն Ուայթը Քրիստոսի առակների գրքում գրում է. երբ մարդու կամքը համագործակցում է Աստծո կամքի հետ, այն դառնում է ամենակարող։ Ամեն ինչ պետք է արվի նրա հրամանով, կարող է իրականացվել նրա ուժով։ Աստված ոչ միայն հրամայում է կամ հորդորում է, այլ նաև ուժ է տալիս դա իրագործելու։ Նա անհնարին բան մեզանից չի խնդրում։ Նրա բոլոր հրամանները նաև հնարավորություն են տալիս։ Տարօրինակ է, սակայն մինչ Պողոսը գրում էր Կողոսացիներին թուղթը, ավետարանն արդեն երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, ինչպես գրված է Կողոսացիներ 1:23-ում։ Իհարկե ոչ բոլորն էին ընդունել այն։ Հիսուսը չի ասել, որ բոլորը կընդունեն ճշմարտությունը, ոչ, հակառակը ասել է նեղ է ճամփան եւ քչերն են ընտրելու այդ ճամփան։ Եվ լայն է այսքան փրկության ճամփան, եւ լայն է կործանման ճամփան եւ շատերն են գնալու այդ ճանապարհով։ Բայց Մատթեոս 24:14 ինչ է ասում, ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով, որպես վկայություն բոլոր հեթանոսներին եւ այդ ժամանակ գալու է վերջ։ Այսինքն ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա լսելու եւ հնարավորություն ընտրելու եւ այն ժամանակ նոր վերջը կգա։ Այսինքն երբ որ ամեն մեկը իր ընտրությունը կատարի կամ ի հոգուտ իր փրկության կամ էլ իր կործանման համար, այն ժամանակ Հիսուսը գալու է։ Ինչպես ենք հասկանում այդ վկայությունը, ինչպիսի ճշգրտությամբ պետք է իրականացվի այն։ Ուրեմն այս եռամիսակում մենք ուսումնասիրենք Պողոսի նամակները Փիլիպպիցիներին եւ Կողոսացիներին։ Դրանք ունեն կարևոր ընդհանրություններ, ամենից առաջ դրանք բացահայտում են Քրիստոսին, միակին, ով կարող է միավորել երկինքն ու երկիրը։ Նա է այն սանդուղքը, որը տեսավ Հակոբը ձգված երկրից դեպի երկինք, որպես մարդու որդին նա մեզ փրկում է մեղքից, իսկ որպես Աստծո որդին նա բարեխոսում է մեզ համար։ Այս նամակներն ուսումնասիրելիս մենք կտեսնենք Հիսուսի երկու էությունները, եւ որպես Աստված, եւ որպես մարդ, կդիտարկենք Քրիստոսի աստվածության վերաբերյալ ամենաեական արտահայտություններից մի քանիսը, որոնք կարելի է գտնել բոլոր տեղերում, եւ թե ինչպես նա հրաժարվեց այդ ամենից մեզ փրկելու համար։ Մենք կտեսնենք Պողոսին, որ բանտից պայքարում է մի եկեղեցու հետ կապված խնդիրների դեմ, որը նա ինքն է հիմնել, այսինքն Փիլիպպեի եկեղեցու, եւ մեկ այլ եկեղեցու հետ, որտեղ նա երբեք չէր եղել, Կողոսայում։ Պողոսի հաստատած կապերը ժամանակի համաշխարհային եկեղեցու հետ նրան հնարավորություն տվեցին նույնիսկ Հռոմի բանտից արձագանքել մարտահրավերներին։ Նա գիտեր, որ իր ժամանակը սահմանափակ է եւ արեց հնարավորը եկեղեցին ավելի մոտեցնելու երկնքին եւ միմյանց։ Այդպիսով նա ցույց է տալիս, թե ինչպես կարող է այսօր Աստծո եկեղեցին միավորվել երկնքի հետ, կատարելու հայտնություն 14-ի վերջին օրերի հանձնարարությունը, որը մենք ճանաչում ենք որպես 3 հրեշտակների լուր։ Ուրեմն այսօրվա դասը, առաջին դասը, կոչվում է տառապող, բայց Աստծո կողմից չլքված։ Հիշելու համարն է Փիլիպպիցիներ 4:4։ Միշտ Տիրոջով ուրախ եղեք։ Դարձյալ ասում եմ, ուրախ եղեք։ Ուրեմն մի ադվենտիստ հովիվի բանտարկել էին կեղծ մեղադրանքներով եւ գրեթե 2 տարի նա անցկացրեց ճաղերի հետևում։ Թեև սկզբում նախորապես շփոթված էր, բայց հետո հասկացավ, որ բանտը Աստծո կողմից իրեն տրված ավետարանչական դաշտ է։ Ըստ երևույթին այդտեղ ոչ մեկ չէր մտահոգվել բանտարկյալների համար եւ ոչ մեկ չէր գնացել բանտ ավետարանելու,
Դրա էլ Աստված թույլ տվեց սա պատահի, որպեսզի այս մարդը ավետարանի բանտում։ Երբ մյուս հարևան բանտարկյալներն իմացան, որ նա հովիվ է, խնդրեցին, որ քարոզի իրենց համար։ Նա այդպես էլ արեց, ու նաև գրականություն բաժանեց։ Նա նույնիսկ մկրտեց բանտարկյալներին եւ հաղորդության ծառայություն կատարեց։ Այսինքն կատարում էր, մկրտում էր։ Երբեմն հետագայում խոստովանեց նա բանտում ծառայելը դժվար էր, բայց կար նաև ուրախություն, հատկապես երբ տեսնում էր, որ աղոթքներին պատասխան էր տրվում եւ կյանքեր էին փոխվում։ Պողոսը Փիլիպպիցիներին եւ Կողոսացիներին ուղղված նամակները գրել է բանտից։ Իրականում հենց Փիլիպպեում, երբ Պողոսն ու Շիղան անարդար կերպով մեղադրվեցին, բանտապահը նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Իսկապես նրանք գիտեին, թե ինչպես միշտ ուրախ լինել։ Նրանք սկսեցին բողոքել Աստծուն, որ մենք այսքան հավատարիմ ենք, այսքան տանջում ենք համար, բայց դու թույլ ես տալի, որ մեզ բռնեն, դնեն սենց տանջանքի մեջ, կոճղի մեջ, շատ դժվար է, չես կարող շարժվել կոճղի մեջ, ոտերը դրված է անշարժ։ Բայց իրենք երգում էին եւ փառաբանում էին Աստծուն։ Եվ այսօր մենք կդիտարկենք այն հանգամանքները, որոնց բախվեց Պողոսը, իր հետ պատահածի մեջ նա ավելի մեծ նպատակ տեսար, եւ մենք գուցե կարողանանք սովորել նրանից, երբ ինչպես անխուսափելիորեն լինում է, բախվենք մեր սեփական փորձությունների։ Ուրեմն Փիլիպպեցիներին եւ Կողոսացիներին ուղերձները կոչվում են բանտային նամակներ, քանի որ դրանք գրվել են այն ժամանակ, երբ Պողոսը գտնվում էր բանտում։ Մյուսները Եփեսացիներին եւ Փիլիմոնին գրված նամակներ են, որոնք բանտից են գրված։ Եվ մեկնաբանները հավատում են, որ դա մոտարապես մեր թվականության 60-ից 62 թվականներին էր, երբ որ Պողոսը Հռոմում էր բանտարկված։ Կարդանք Եփեսացից 3-րդ գլխի առաջին համարը։ Սրա համար ես Պողոսս Հիսուս Քրիստոսի կապվածս ձեզ հեթանոսների համար։ Պողոսն իր կյանքը նվիրաբերեց Հիսուս Քրիստոսի ծառայությանը։ Եթե այդ ծառայությունը ներառում էր նաև բանտարկյալ լինելը, նա պատրաստ էր։ Պողոսն իրեն այսպես է նկարագրում. պատգամավորն եմ կապանքների մեջ։ Նա եղել է ավետարանչական ճանապարհությունների մեջ, հիմնել է եկեղեցիներ եւ աշխատողներ պատրաստել Տիրոջ համար։ Նա կարող էր հարցնել. ինչու եմ ես այստեղ, երբ կարող էի շատ ավելին անել առանց այս կապանքների։ Պողոսն ավելի ուշ կրկին բանտարկվեց, երբ գրում էր երկրորդ Տիմոթեոսին ուղերձը։ Այսպիսով նոր կտակարանի առնվազն 5 գրքերը գրվել են այն ժամանակ, երբ նա բանտում էր։ Այսինքն բանտում Պողոսը ավելորդ ժամանակ չէր ծախսում։ Հետաքրքիր է, որ Պողոսը ինքը իրեն համարում է Հիսուս Քրիստոսի կապյալ կամ բանտարկյալ։ Ոչ մի բանտային նամակում Պողոսը հստակ չի նշում, թե որտեղ է բանտարկված։ Եվ մենք կարող ենք միայն ենթադրել, որ դա կարող է լինել Եփեսոսը կամ Կեսարիան, սակայն աստվածաշրջան ապացույց չկա, որ Պողոսը երբևէ բանտարկված է եղել Եփեսոսում։ Կեսարիան կարող է ավելի հավանական հնարավորություն թվալ, բայց այդ պահին Պողոսի կյանքին ակնհայտ սպառնալիք չի եղել, սակայն Փիլիպպիցիներին ուղղված նամակը գրելու ժամանակ այդ սպառնալիքն ակնհայտ էր, եւ այս նամակը մեզ մի քանի այլ ակնարկներ է տալիս այն մասին, թե որտեղ էր Պողոսն իր բանտարկության ժամանակ։ Նախ այդ ժամանակ կար պրետորիում, դա հին Հռոմում զինվորական ճամբարային տեղը, որտեղ գտնվում են հրանատարի վրանը եւ ռազմական խորհուրդը։ Սա կարող է վերաբերել նահանգապետի պաշտոնական նստավայրին, ինչպես Երուսաղեմ, որտեղ Հիսուսը հետաքննվեց Պիլատոսի կողմից, եւ Կեսարիան, որտեղ Պողոսը բանտարկված էր, բայց Պողոսը հստակ օգտագործում է այս արտահայտությունը ոչ թե վայրի, այլ մարդկանց առումով։ Նա ասում է, որ ամբողջ պալատը ծանոթացավ ավետարանին։ Սա նա գրում է Փիլիպպեցիներ 1:13 համարում։ Հռոմում սրանք ընտրյալ զինվորներ էին, մոտ 14,000 հոգի, որոնք պահպանում էին կայսերին եւ հսկում նրա բանտարկյալներին։
Պողոսը նաև ողջույններ է փոխանցում այն հավատացյալներին, որ կայսեր ծառայության մեջ են։ Սա ցույց է տալիս, որ Պողոսը բանտարկված էր Հռոմում և կապի մեջ էր կայսերական տան սպասավորների հետ։ Մակեդոնիայում գտնվելու ընթացքում Պողոսը հիշատակում է բազմաթիվ բանտարկությունների մասին։ Առաջին դեպքը եղել է Փիլիպպեում, հետագայում նա կարճ ժամանակով բանտարկվել է Երուսաղեմում նախքան Կեսարիայի բան տեղափոխվելը։ Այլ տեղերում Պողոսը նշում է, որ եղել է շղթաների մեջ, օրինակ Փիլիմոն 10 համարում և 13։ Թեև Հռոմում նա տնային կալանքի տակ էր, այնուամենայնիվ շղթայված էր հռոմեացի ազնվազարմ զինվորի հետ։ Երկրորդ դարի սկզբի քրիստոնյա Իգնատիոսը, որ նույնպես նույն ձևով շղթայված էր, զինվորներին նկարագրել է որպես վայրի գազաններ, որոնք ավելի են կատաղում և նրանց հետ լավ են վերաբերվում։ Ուրեմն Փիլեմոնի առաջին համարում էլ նա ասում է, որ նա բանդից է գրում։ Ուրեմն կարդանք Երրորդ Կորինթացիներ 4:7-12 համարները։ Բայց այս գանձ ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի և ոչ թե մեզանից։ Այսքան մենք ընդամենը հողի անոթ ենք և փառքը պատկանում է Աստծուն։ Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված։ Կարոտ ենք, բայց չենք տարակուսած։ Հալածված ենք, բայց երեսից չենք ընկած, այսինքն լքված չենք։ Վայր ընկած, բայց չկորած։ Ամեն ժամանակ Հիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնումը հայտնվի։ Որտև մենք կենդանիներս միշտ Հիսուսի համար մահի ենք մատնվում, որ Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմնումը։ Այնպես որ մահը մեզանում է զորանում և կյանքը նեղանում, և կյանքը ձեզանում, կներեք։ Ուրեմն ասում է, մենք ամեն օր կարծես թե մեռնում ենք ձեր օգուտի համար, նա գրում է այսպես հեթանոսներին։ Որքան այլ կյանքը դժվարանար, Պողոսը կարողանում էր տեսնել նրա լուսավոր կողմը և դա նրան քաջություն էր տալիս դիմակայելու սթրեսին, այսինքն նա պոզիտիվ դրական տեսանկյուն էր միշտ պահպանում։ Թեև սատանան ամեն հնարավոր փորձություններ էր բերում նրա վրա, Պողոսը գիտեր, որ լքված չէ։ Կարդանք ինչ հոգևոր աղբյուրներ էին մաչելի Պողոսին, որոնք օգնեցին դիմագրավելու այդ դժվարություններին։ Կարդանք Երկրորդ Կորինթացիս 6:3-7 համարները։ Ոչ մի բանով, ոչ մի գայթակղություն չենք տալիս, որ պաշտոնը չնախատվի, այլ ամեն բանի մեջ մեր անձերը ընծայում ենք ինչպես Աստծո պաշտոնյաներ, շատ համբերությունով նեղություններում, վշտերում, չարչարանքներում, ծեծերում, բանտերում, խռովություններում, աշխատանքներում, հսկումներում, ծոմերում, սրբությունով, գիտությունով, երկայնամտությունով, քաղցրությունով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստուծո զորությունով, արդարության զենքերով, աջ կողմից և ձախ կողմից, փառքով և անարգանքով, պարծավանքով և գովասանքով, ինչպես մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ, ինչպես չճանաչվածներ, բայց լավ ճանաչվածներ, ինչպես մեռածներ, բայց ահա կենդանի, ինչպես պատժվածներ, բայց չսպանվածներ, ինչպես տրտմածներ, բայց միշտ ուրախներ, ինչպես աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, ինչպես թե ոչինչ չունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։
Հաճախ մենք կարող ենք գայթակղվել նայելու մեր հանգամանքներին, մեր թույլ կողմերին կամ անցյալի ձախողումներին եւ ընկճվել։ Հենց նման պահերին է, որ մենք կարիք ունենք հիշելու այն զարմանալի միջոցները, որոնք Աստված տրամադրել է մեզ չարի դեմ պայքարում հաջողության հասնելու համար։ Ամենակարևորներից մեկն Աստվածաշունչն ինքն է, ճշմարտության խոսքը, որտեղ մենք կարող ենք սովորել ուրիշների սխալներից, ինչպես նաև իմանալ, թե ինչպես են այդ մարդիկ հաջողության հասել։ Դրանից բացի Սուրբ Հոգին արդյունավետ է դարձնում այն, ինչ կատարել է աշխարհի Փրկիչը։ Ուրեմն Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգին, Հոգու միջոցով է, որ սիրտը մաքրվում է։ Հոգու միջոցով հավատացյալը մասնակից է դառնում աստվածային բնույթին։ Քրիստոսն իր Հոգին տվել է որպես աստվածային զորություն, հաղթահարելու չարի բոլոր ժառանգական ու ձեռքբերովի հակումները եւ սեփական բնավորությունը փոխանցելու իր եկեղեցուն, ինչպես գրում է Էլեն Ուայթը դարերի փափագում։ Պողոսի երկրորդ ավետարանչական ճանապարհության ընթացքում Տիմոթեոսին խմբի մեջ ընդունելուց կարճ ժամանակ Սուրբ Հոգին արգելեց նրան շարունակել ճանապարհը Փոքր Ասիայով։ Այդպիսով գիշերային տեսիլքի ժամանակ Պողոսը տեսավ մի մարդու, որ աղաչում էր նրան. «Անցիր Մակեդոնիա եւ օգնիր մեզ» Գործք Առաքելոց 16:9։ Եվ ահա նրանք անմիջապես ուղևորվեցին դեպի Մակեդոնիային, ամենամոտ ծովային նավահանգիստը եւ Տրովադայից Էգեյան ծովով նավարկեցին դեպի Նեապոլիս, Եվրոպայի մայրցամաքը։ Չասեցին ով հավես ունի, այդքան նավի մեջ նստի, այդքան դժվարություններով, վտանգներով անցնի, գնա ինչավոր սրանց քարոզի։ Չէ, իրանց սրտում սեր կար, Պողոսի սրտում սեր կար, եւ դա էր իրեն մղում այդքան դժվարությունների միջոցով գնալ եւ մարդկանց ասել Քրիստոսի մասին, բայց մենք մեր տակ տանը նստած հեշտ կյանքով, ավելի հեշտ կյանքով ապրող, քան թե Պողոսը, չենք ուզում մեր հնարավորությունները օգտագործել, մեր ձայնը օգտագործել ուրիշներին տալու բարի լուրը, մեր հարևաներին, մեր բարեկամներին, մեր ազգականներին, մեր ընտանիքին, մեր ընկերներին, մեր աշխատակիցներին։ Սակայն այնտեղ ավետարանչություն անելու փոխարեն Պողոսը, Շիղան, Տիմոթեոսը եւ Տրովադայում նրանց միացած Ղուկասը, ինչպես ենք իմանում դա, որտեղ Գործք Առաքելոց 16:11-ում, որը գրել է Ղուկասը, Գործք Առաքելոցը, նա այնտեղ գրում է մենք, օգտագործում է մենք բառը։ Ուրեմն նրանք բոլորը միասին ուղևորվում են Փիլիպ։ Իր քարոզչական գործունեության մեջ Պողոսը միշտ մարտավարական մտածողություն էր դրսևորում, strategic։ Փիլիպեն ոչինչ ինքը չէր անում, չպլանավորված ամեն ինչը մտածելով էր անում, որպեսզի ավելի էֆեկտիվ դարձնի իր ծառայությունը։ Փիլիպեն Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն էր, ասվում է Գործք Առաքելոց 16:12-ում։ Փաստորեն այն հռոմեական կայսրության ամենապատվավոր քաղաքներից մեկն էր, որին շնորհվել էր Այուս Իտալիկում, լատիներենից թարգմանված իտալական իրավական կարգավիճակ։ Բառացի նշանակում է Այուսը նշանակում է օրենք, Իտալիկում իտալական, այսինքն իտալական օրենք։ Կարգավիճակը քաղաքի համար հնարավոր ամենաբարձր կոչում է, ինչպես այսօր ասենք թե Ամերիկայի օրենքը տարածվի մի այլ երկրի վրա կամ մի այլ երկրում գտնվող քաղաքի վրա։ Նրա քաղաքացիները նույն արտոնություններն ունեին, այնպես որ կարծես թե քաղաքը գտնվում էր Իտալիայում։ Այն ներառում էր հողի եւ գլխահարկից ազատվելը, չէին մոծում այդ հարկերը, եւ քաղաքում ծնված յուրաքանչյուր ոք մեխանիկորեն կամ ավտոմատաբար դառնում էր Հռոմի քաղաքացի։ Այն նաև կարևոր կանգառ էր, ուներ գլխավոր խոշոր հռոմեական խոշոր ճանապարհ, որ կոչվում էր Via Egnatia, եւ այն կապում էր Հռոմը արևելքի հետ, ցամաքային ճանապարհ էր։
Այնտեղ կարևոր քրիստոնեության ներկայություն հաստատելը նրանց հնարավորություն տվեց ավետարանը տարածել մոտակա շատ այլ քաղաքներում, ներառյալ Ամփիպոլիս, Ապողոնիա, Թեսաղոնիկե եւ Բերիա։ Հետաքրքիր է, որ առաջին դարում Փիլիպպեում պաշտոնական լեզուն լատիներենն էր, ինչը վկայում էր լատիներեն գերակշռող մակագրությունները։ Փիլիպպեցիներին 4:15-ում Պողոս նրանց դիմում է նույնիսկ լատիներեն հնչողությամբ անունով Փիլիպպեսիոյ, ակնհայտորեն ընդգծելով նրանց հատուկ հռոմեական կարգավիճակը։ Այնուամենայնիվ հունարենը շուկայի ու հարակից քաղաքների ու գյուղերի լեզուն էր եւ հենց այդ լեզվով էր տարածվում ավետարանը։ Ղուկասը նկարագրում է, թե ինչպես Պողոսն ու իր թիմը մարդկանց միացան Գետափին աղոթքի համար, որտեղ Լիդիան եւ նրա ընտանիքը դարձի եկան։ Որպես գործարար կին, նա ծիրանից գեցներ վաճառող էր, այսինքն կտորներ էր վաճառում հատուկ։ Նա կարող է լինել Փիլիպպեում Պողոսի ծառայության հիմնական ֆինանսական աջակիցներից մեկը։ Պողոսի ու Շիղայի բանտում անցկացրած ժամանակը հանգեցրեց մեկ այլ ընտանիքի բանտապահի ամբողջ ընտանիքի դարձին։ Սուրբ Հոգին գիտեր, որ Փիլիպպեն կլինի ավետարանի տարածման կատարյալ ափամերձ ցենակետը Եվրոպայում, թեև այնտեղ հալածանքներ էլ կարող են լինել։ Որքան էլ ծանր լինի, հալածանքը որոշակի հանգամանքներում կարող է օգնել, որ ավետարանը հասնի այնպիսի մարդկանց, որ այլ դեպքերում հնարավոր չէր լինի հասնել։ Այսինքն Աստված ինչ որ թույլ է տալիս մեր կյանքում, թույլ է տալիս նպատակով։ Եվ մեր եւ ուրիշ շատերի փրկության համար։ Մենք չունենք որևէ գրառում այն մասին, որ Պողոս երբևէ այցելել է Կողոսա քաղաքը, ինչը մեկ անգամ եւս վկայում է նրա ավետարանչական մարտավարության արդյունավետության մասին։ Այսինքն առանց այցելու այդ քաղաքում բացվել էր եկեղեցի, ինչու, որտեղ երբ որ Պողոսը Եփեսոսում քարոզում էր, Գործարարություն 10:10-ում ասում է. Ասիայի բոլոր բնակիչների եւ հրեաների եւ հեթանոսները լսեցին Տիրոջ խոսքը եւ հավանաբար հենց այդտեղ, այսինքն 50-ական թվականների կեսերին, Եփափրասը, որը Կողոսայի բնակիչ էր, լսել էր ավետարանը եւ ինքը գնացել էր իր հայրենի Կողոսայում, քարոզել էր եւ այդպիսով եկեղեցի էր ստեղծվել։ Այսինքն տեսեք ինչքան արդյունավետ է։ Երբ որ մարդը դարձի է գալիս, նա չպիտի ուղակի գնա տեղ զբաղեցնի եկեղեցու նստարանին եւ վերջ։ Ոչ, նա պիտի դառնա այդ եկեղեցու կենթանի անդամը, այսինքն նա պետք է լինի ավետարանիչ։ Անպայման չի որ գնա հասնի եսին որտեղեր է որ ավետարանի, այլ հենց իր շրջապատում։ Ինչպես արեց Եփափրասը, նա Եփեսոսում լսեց ավետարանը, գնաց Կողոսայում, քարոզեց եւ մարդիկ դարձի եկան եւ եկեղեցի հիմնվեց։ Այսինքն եթե ամեն դարձի գալացող Եփափրասի պես ինքն էլ ավետարանի, ինչքան եկեղեցիներ կբացվեն եւ որքան արագ ճշմարտությունը կտարածվի եւ որքան արագ Հիսուսը կգա։ Եվ ցավոք հասարակ անդամների անգործունեության պատճառով է կամ միգուցե հովիվը չի կարող լավ կազմակերպել եկեղեցու աշխատանքը, բայց հիմնականում մարդիկ շարքային անդամները չեն ուզում ավետարանել։ Նրանք ուղղակի գալիս են, զբաղեցնում են իրենց տեղը եկեղեցում եւ հետո գնում են հետ։ Այսօր շատ հեշտ է ավետարանելը, մանավանդ երբ որ կա սոցիալական մեդիա, այսինքն սոցիալական մեդիան կարող են օգտագործել Աստծո խոսքը տարածելու համար։ Այս ցավոք շատ քչերն են դա անում։ Իսկ եթե բոլորը անեն կամ գոնե մեծամասնությունը, վաղուց արդեն ճշմարտությունը տարածված կլիներ։ Ցավալի է դա։ Հայտնության գիրքը վկայում է, թե որքան լայնորեն տարածվեց ավետարանը այս տարածքում։
Այս հաջողության ներառյալ Պողոսայում տարածվելու ամենահավանական բացատրությունը Պողոսի ավետարանչությունից դարձի եկածների աշխատանքն է, ովքեր առաջին անգամ ավետարանի լուրը լսեցին Եփեսոսում, որը փոքր Ասիայի կերակրագույն քաղաքն էր եւ խոշոր նահանգիստը։ Եվ ապշածը Պողոսի քարոզը լսեց Եփեսոսում եւ դառնալով նրա գործակիցներից մեկը ավետարանը տարավ իր հայրենի Պողոսա քաղաքը։ Քաղաքն ինքնին, որ գտնվում էր Լաուդիկեից մոտ 9 մղոն կամ 15 կիլոմետր հարավ-արևելք, միայն հիմա է պեղումների ենթարկվում, ուստի մենք ավելի քիչ բան գիտենք դրա մասին, տարածաշրջանի ավելի հայտնի քաղաքների համեմատ։ Եվ պեղումների շնորհիվ գտել են մեր տեղադրամներ եւ դրանք ցույց են տալիս, որ այնտեղի մարդիկ, ինչպես շատ հռոմեական քաղաքներում, երկրպագել են տարբեր աստվածների։ Հեթանոսական սովորույթները եւ ուժեղ մշակութային ազդեցություններն ակնհայտորեն մեծ մարտահրավերներ են ստեղծել այնտեղի քրիստոնյաների համար ոչ միայն քաղաքում ավետարանելու, այլև ավետարանի անյեղծ հավատին հավատարիմ մնալու համար։ Պողոսայում մեկ այլ նշանավոր քրիստոնյա էր Փիլիմոնը, ով հնարավոր է դարձի եկել մոտավորապես նույն ժամանակ, ինչ Եփափրասը։ Եկեք կարդանք Փիլիմոնի գիրքը, շատ հետաքրքիր գիրք է։ Մի փոքրիկ գիրք է այն։ Պողոս Հիսուս Քրիստոսի հետ կապվածը ու Տիմոթեոս եղբայրը Փիլիմոն սիրելուն եւ մեր գործակցի։ Եվ Ափիաս սիրելուհուն եւ Արքիպոսին մեր զինվորակցին եւ Քոտան եկեղեցուն։ Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն Աստված մեր Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը։ Գոհանում եմ Աստվածանից ամեն ժամանակ հիշելով քեզ իմ աղոթքներումը, լսելով քո սերը եւ հավատքը, որ ունես դեպի Տեր Հիսուսը եւ դեպի ամեն սուրբերը, որ քո հավատքի հաղորդակցությունը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտությունով, որ ձեզանում է Քրիստոս Հիսուսումը, որտեղ շատ ուրախություն եւ մխիթարություն ընդունեցինք քո սիրո վրա, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել եղբայր։ Ուրեմն Պողոս առաքյալը պատահական չի, որ գրում է այս նամակը Փիլիմոնին։ Փիլիմոնի ստրուկը փախել էր Փիլիմոնից։ Եվ լսելով Պողոսի քարոզը, այդ ստրուկը դարձի էր եկել։ Եվ նույնիսկ ծառայում էր Պողոսին բանտում։ Այսքան օգնում էր։ Եվ ըստ օրենքի իհարկե նա պիտի վերադառնար իր տիրոջ մոտ, եւ Պողոսը այնքան սեր կար Պողոսի սրտում յուրաքանչյուր մարդու հանդեպ։ Նա չէր ասում, ստրուկ այլ ինչ ուզում թողն, չէ։ Ինքը տեսեք ինչ նրբությամբ է սկսում նամակը, գովելով Փիլիմոնին, եւ հետո որ կարդան կտեսնեք, թե ինչ նրբությամբ է նա գրում, որպեսի համոզի Փիլիմոնին, որ նա չպատժի Օնիսիմոսին, որը ստրուկի անունն էր։ Տեսեք, վասն որոյ թեպետ շատ համարձակություն ունեմ Քրիստոսումը հրամայել քեզ այն, որ արժան է, սակայն սերի համար ավելի աղաչում եմ մի այնպիսի լինելով, ինչպես ծերունի Պողոսս, եւ հիմա էլ Հիսուս Քրիստոսի կապվածս, ասիկն ասում է ասել, ես մեծ ավետարան չեմ, ես կարող եմ քեզ հրամայել, եւ նույնիսկ դու ես իմ միջոցով դարձի եկել, Հիսուսին ճանաչել, փրկության եկել, բայց ասում է, սիրո համար ես չեմ հրամայում, աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներումը, այսինքն Օնեսիմոսի համար, ասում եմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներումը, այսքան նույնիսկ բանտում ինքը քարոզեց եւ այս ստրուկը դարձի եկավ։ Հոգևոր ծնունդի մասին է իհարկե խոսքը գնում, որ մի ժամանակ անպիտան էր քեզ, բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նրան ուղարկեցի քեզ մոտ,
Դու էլ նրան, որ իմ սրտի կտորն է, ընդունիր։ Տեսեք ինչպես է ինքը վերաբերվում իր կողմից դարձի եկած մարդկանց եւ ոչ միայն իր կողմից դարձի, ընդհանրապես մարդկանց։ Ասում է իմ սրտի կտորն է Օնեսիմոսը, որտեղ Օնեսիմոսը մեծ սիրով ընդունել էր ճշմարտությունը եւ ծառայել մեր Աստծուն։ Ես կամենում եմ նրան ինձ մոտ պահել, որ քո փոխանակ քո փոխարեն ծառայություն անի ինձ ավետարանի կապանքներում, բայց առանց քո կամքի չկամեցա ոչինչ անել, որ քո բարիքը իբրև ստիպմամբ չլինի, այլ կամավ, այսինքն այնց չլինի, որ ես քո ստրուկին զորով վերցնում եմ ու ստիպում եմ, որ ինձ ծառայ, չէ, ասում եմ ուզում եմ, որ քո կամքով լինի, դա որտեղ քո ստրուկն է։ Եվ թերևս հենց սրա համար մի ժամանակ բաժանվեցավ քեզանից, որ հավիտյանս ունենաս նրան, այլ ոչ եւս ինչպես ծառա, այլ ծառայից բարձր, ինչպես սիրելի եղբայր, մանավանդ ինձ, բայց որքան ավելի քեզ, թե մարմնի եւ թե Տիրոջ կողմանե։ Այսինքն, ասում է, ինքը ճիշտ է, փախավ քեզանից, բայց դարձի եկավ եւ հիմա հավիտենականության համար փրկված է եւ դուք հավիտենականության մեջ իրար հետ կլինեք, այլ ոչ թե այլևս որպես ստրուկ եւ ծառա, այլ որպես եղբայրներ։ Եվ ասում է հիմա էլ նրա հետ վարվիր ինչպես քո եղբոր հետ։ Եթե ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր նրան ինչպես ինձ, եւ եթե քեզ մի վնաս է արած կամ պարտական է, դա ինձ հաշվիր, իմ վրա հաշվիր, ես կվճարեմ։ Ես Պողոսին ձեռքերով գրեցի, ես կվճարեմ, որ չասեմ քեզ, թե դու քո անձն էլ ինձ պարտական ես, բայց միևնույն է, ես կվճարեմ, եթե այդ մարդը քեզ կորուստ է պատճառել։ Այո, եղբայր, թող օգտվեմ քեզանից Տերումը, հանգստացրու իմ սիրտը Տերումը, քո հնազանդության վրա համոզված գրեցի քեզ, գիտենալով, որ ասածիցս ավելի կանես։ Տեսեք, Պողոսի գրելու ձևը, նա շատ լավ գիտեր, թե ինչպես խոսի մարդկանց հետ, որպեսզի համոզի։ Ասում է, համոզված եմ, որ դու իմ խնդրածից ավելին կանես, այսինքն ես վստահում եմ քեզ։ Միանգամայն ինձ համար կենալու տեղ էլ պատրաստիր, որ հույս ունեմ, որ ձեր աղոթքներով շնորհվեմ ձեզ։ Բարև է տալիս քեզ Եփափրասն իմ գերության ընկերը, Քրիստոս Հիսուսումը, Մարկոսը, Արիստարխոսը, Դեմասը, Ղուկասը, իմ գործակիցները, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։ Ուրեմն թեև հռոմեական օրենքը պահանջում էր, որ Պողոսը Օնեսիմոսին վերադարձնի Փիլիմոնին, Պողոսը դիմում է Փիլիմոնի սրտին ու խղճին որպես հավատակից եղբոր եւ հորդորում, որ Օնեսիմոսին վերաբերվի ոչ թե որպես ստրուկի, այլ որպես եղբոր։ Որքան էլ ատենք ստրկության գաղափարը ցանկացած ձևով եւ ցանկանանք, որ Պողոսը դատապարտի այդ պրակտիկան, ինչպես կարող ենք հաշտվել այն բանի հետ, ինչ Պողոսն ասում է այստեղ։ Խիստ ուշագրավ է, որ Ամերիկայում ստրկության գոյության ժամանակ Էլեն Ուայթը հատուկ հորդորել է ադվենտիստներին, որ խախտեն այն օրենքը, որը հրամայում էր վերադարձնել փախած ստրուկներին։ Ինչու՞, որովհետև երբ որ վերադարձնեին այդ ստրուկին, նրան շատ դաժան պատիժ էր սպասում եւ Աստծո կամքը չէր ստրկացնել մարդկանց։ Եվ հիմնականում բարեխիղճ քրիստոնյաներն էին, որ իրենց միջոցներով կազմակերպում էին եւ փախցնում էին այս ստրուկներին իրենց դաժան տերերից, իրենց դաժան կյանքից։ Եվ իրենք էին, որ պայքարեցին եւ վերջի ոչո այդ արյունա հեղ պատերազմն էլ քաղաքացիական պատերազմը եղավ 4 տարի տևեց Ամերիկայում, միայն թե ստրկությունը վերանար, որտեղ դա խայտարակություն էր, սարսափելի խայտարակություն, եւ Աստված այդ ամենը թույլ տվեց, որ այդքան մարդու արյուն թափվի, միայն թե
այդ խայտարակ սովորությունը, ստրկությունը վերանա, բայց այսօր, ինչպես մի անգամ նշեցինք, շատ երկրներում քողարկված ձևով ստրկություն կա, մարդկանց աշխատացնում են եւ շատ քիչ են վճարում, մարդկանց աշխատացնում են շատ երկար, առանց բենեֆիտների եւ նույնիսկ որպես փորձաշրջան ընդունում են, հետո էլ ասում են, չէ, դուրս չեկար, գնա, ուրիշն են բերում, այսինքն ծրի մարդկանց ուզում են աշխատացնել, որը խայտարակություն է, ուղղակի խայտարակություն, կամ էլ գրոշներով, որ այդ փողը ոչինչ չարժի, մարդկանց աշխատացնում են առավոտից երեկո։ Կարդանք Ֆիլիպեցիս առաջին գլխի առաջինից 3 համարները։ Պողոս եւ Տիմոթեոս Հիսուս Քրիստոսի ծառաները ամեն սուրբերին Քրիստոս Հիսուսումը, որ Փիլիպեում են, եպիսկոպոսների եւ սարկավագների հետ շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն Աստված մեր Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը գոհանում ենք իմ Աստվածանից ամեն ժամանակ, որ ձեզ հիշում եմ։ Եվ նաեւ կարդանք Կողոսացիս առաջին գլխի առաջին երկու համարները Պողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքովը եւ Տիմոթեոս եղբայրը Կողոսայում լինող սուրբերին եւ հավատացող եղբայրներին Քրիստոսումը շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն Աստված մեր Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը։ Պողոսն իր ուղերձներում եկեղեցիների անդամներին ողջունելիս նրանց անվանում է սուրբեր, այսինքն դա չի նշանակում մեղքից ազատ մարդիկ, ոչ։ Դա նշանակում է մկրտությամբ նրանք առանձնացվել են որպես Աստծո հատուկ ժողովուրդ, այնպես ինչպես հնում Իսրայելն էր առանձնացված, հիմա քրիստոնյաներն են Իսրայելի տեղը զբաղեցրել եւ իրանք են առանձնացվել, որպեսզի Աստծո գործը անեն։ Եվ ոչ մի կապ չունի հռոմեական եկեղեցու սովորության հետ, որոնք կանոնակարգում են սուրբեր եւ հետո այդ մեռած սուրբերին պաշտում են։ Դա լիովին Աստվածաշնչին հակառակ է եւ կապ չունի սրա հետ։ Հետաքրքիր է նաեւ այս երկու ուղերձների ողջույնների միջև զուգահեռը Պողոսը Փիլիպեում ներկայացնում է նրանց որպես եպիսկոպոսներ ու սարկավագներ, իսկ Պողոսն որպես հավատարիմ հավատացյալ եղբայրներ, երբ նոր կտակարանը խոսում է հավատարիմ սպասավորների մասին, նրանք եկեղեցում ունեին հատուկ ծառայություն, այսպիսով թվում է Պողոսը դիմում է ոչ միայն եկեղեցու անդամներին, այլև այդ քաղաքների եկեղեցու առաջնորդներին, պաշտոնների վերաբերյալ հիշատակումը, որոնք ավելի մանրամասն նկարագրված են այլ տեղերում, վկայում է եկեղեցու ամենավաղ շրջանի կազմակերպվածության, գոյության եւ կարևորության մասին։ Այսինքն կային սարկավագներ, կային ամեն մեկը իր գործներ կատարում իր դերը։ Այնպիսի աշխատակիցներ, ինչպիսին էին Տիմոթեոսն ու Եփափրասը, վերապատրաստումը եւ տեղական եկեղեցիների առաջնորդության ապահովումը Պողոսի համար առաջնահերթություն էր եւ լրացնում էր նրա ավետարչական ջանքերը։ Այլ խոսքով այստեղ գործ ունենք թե տարածման եւ թե պահպանման մարտավարական մոտեցման հետ։ Մեր ադվենտիստ առաջամարտիկները հետևեցին եկեղեցու կազմակերպման նոր կտակարանային մոդելին, ինչպես վկայում են Review and Herald բազմաթիվ հոդվածները 1850-ական թվականներից եւ իսկապես James White-ը գրել է Ellen White-ի ամուսինը։ Նոր կտակարանի աստվածային կարգը կարևոր է եւ բավարար Քրիստոսի եկեղեցին կազմակերպելու համար։ Եթե ավելին անհրաժեշտ էր, ապա այն կհայտնվեր ներշնչման միջոցով։ Սա նա գրել է Gospel Order, The Advent Review and Sabbath Herald, դեկտեմբերի 6-ի թողարկման մեջ 1853 թվականի H173։ Շատ առաջ այն բանից, երբ Պողոսը նամակներ գրեց այս եկեղեցիներին, առաքյալներն արդեն սկսել էին պաշտոնյաներ կարգել Երուսաղեմի եկեղեցում, որն ամեն տեղ պետք է օրինակ ծառայեր եկեղեցիների կազմակերպման համար, որտեղ ճշմարտության պատգամաբերները կարողանային դարձի բերել հեթանոսներին եւ ուղղորդել դեպի ավետարանը։ Հայտնի փաստ է, որ իր ուղերձները կազմելիս Պողոսը երբեմն օգտվել է գրական օգնականների ծառայությունից, որոշ տեղերում Տիմոթեոսը նույնպես նշված է որպես համագործակցող, եւ այն փաստը, որ Պողոսը շարունակում է օգտագործել ես ձևը, այլ ոչ թե մենք, ցույց է տալիս, որ այդ թղթերի հետևում հենց իր անձնական հեղինակությունն է, ինքն է հեղինակ այդ թղթերի։
կապչունիթիով ում ձեռքով է գրված։ Վերջում կարդանք հրանգներ երիտասարդներին, Էլեն Ուայթի հրանգներ երիտասարդներին, նոյեմբերի 1899 թողարկումը։ Աստված ձեզ ընտրել է փրկության համար, հոգու սրբացմամբ և ճշմարտության հավատով։ Ուստի ամուր կանեք, եթե դուք հավատարմորեն ծառայեք Աստծուն, կբախվեք նախապաշարմունքների և ընդդիմության, բայց մի զայրացեք, երբ անարդար կերպով տառապում եք, նույն կերպ մի պատասխանեք, հաստատուն պահեք ձեր միաբանությունը Հիսուս Քրիստոսի մեջ, ձեր դեմքն ասասան դեպի երկինք հառեք։ Այսինքն եւ Պողոսի օրինակը եւ այն ադվենտիստ հովիվի օրինակը ցույց է տալիս, որ ոչ մի հալածանք անիմաստ չի լինում եւ դրա համար պետք չէ զայրանալ եւ տխրել, այլ օգտագործել նույնիսկ հալածանքներ օգտագործել Աստծո համար։ Ուրեմն հաստատուն պահեք ձեր միաբանությունը Հիսուս Քրիստոսի մեջ։ Ձեր դեմքն ասասան դեպի երկինք հառեք։ Թող ուրիշները խոսեն իրենց խոսքերով եւ հետևեն իրենց գործողությունների ընթացքին, ձեր գործը Քրիստոսի խոնարհությամբ եւ հեզությամբ առաջ գնալն է։ Կատարեք ձեր գործը անսասան նպատակով, սրտի մաքրությամբ, ամբողջ ուժով ու կարողությամբ հենվելով Աստծո բասկին։ Արդյոք երիտասարդները այսօր անում են դա։ Ձեր աշխատանքի իրական ու վեհ բնույթը գուցե երբեք չհասկանաք։ Ձեր էության արժեքը կարող է գնահատել միայն ձեզ փրկելու համար զոհաբերված կյանքով։ Յուրաքանչյուր հոգու համար, որ աճում է Քրիստոսի մեջ, կլինեն լուրջ ու երկարատև պայքարի ժամանակներ, քանի որ խավարի ուժերը վճռական են դիմակայելու առաջընթացի ճանապարհին, բայց երբ նայում են Քրիստոսի խաչին, շնորհ ստանալու համար չեն կարող ձախողվել։ Փրկչի խոստումն է՝ ես երբեք չեմ լքի եւ չեմ հեռանա քեզանից։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։ Եվ այս խոստումը պետք է մեզ ուժ տա եւ ուրախություն, որպեսզի մենք սիրով կատարենք այն առաջադրանքը, որ ստացել ենք Հիսուսից, մեր եղբայրներին, քույրերին, ովքեր դեռ չեն ճանաչում Հիսուսին, ճանաչեցնենք։ Եվ Պողոսի օրինակը շատ կարևոր է, չվախենանք հալածանքներից։ Պողոսը իր ամբողջ տաղանները օգտագործում էր Աստծո գործի համար, ինքը գոնե 3 լեզու գիտեր եւ նաեւ մի քիչ 4-ը լատիներենը, այսինքն հունարեն գիտեր, եբրայերեն, արամեերեն, որը սեմիտական լեզուների միջուղն էր, այսինքն կարծես թե բարբառ դիալեկտը, ինչպես որ հայերենում շատ բարբառներ կան եւ ինչպես որ հայերենի արևմտայինը եւ արևելահայերենը շատ տարբեր են, նույնպես, բայց նույն ընտանիքից են, Պողոսը օգտագործելով իր այս իմացությունը եւ ինքը սովորած մարդ էր, իր տաղանները ամբողջովին նվիրեց Աստծուն։ Աստված չի ասում, որ մենք չսովորենք, չզարգանանք, այլ հակառակը։ Մենք պետք է սովորենք, զարգանանք, բայց մեր իմացությունը, մեր գիտելիքները, մեր տաղանները օգտագործենք իբարս Աստծո, այլ ոչ թե մեզ փառավորելու համար, ինչպես անում էր Պողոսը։ Եվ թող Աստված օրհնի մեզ այս գալիք շաբաթվա օրերին, որպեսզի եթե մենք սովորական շարքային անդամներս եկեղեցու ձեռքերս ծալած նստած ենք եւ ոչ մի ձևով չենք նպաստում Աստծո գործի առաջընթացին, աղոթենք եւ ապաշխարենք եւ Աստծուց խնդրենք, որ օգնի մեր անհավատությանը եւ նրա զինվորներից մեկը դառնանք եւ մեր տաղանները սկսենք օգտագործել մեր շրջապատին իմաց տալու մասին մեր սիրող Աստծո մասին մեր շրջապատին իմաց տալու։ Թող Աստված մեզ օրհնի այս գործում, Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։